Բարև, սա մի ստորագրից, ինչ բան է, տեղ կոմի ժողով։ Ատոն ես դրսում սպասող ընկեր ինձ որ հասնի ասա դեր չի եկել, մի խոսքով էստեղ չեմ։ Ինչու էստեղ չես, տղա ջան, ինչու էստեղ չես, ընկեր ջան, բա կարծում ես էշտե, 16 տարի պահել մեծացնել երեխային վերջնել ուրիշի տամ։ Մայրանուշ, ասացի թե որ չգաս։ Նա։ Այ մարդ, այդքան գնալ գալ կլինի, որ դու ես գնում գալիս։ Այն մարդը բացի ձեզնից ուրիշ գործ չունի, դուք ինչու եք ջղայնանում։ Մենք ձեզ ինչ նեղություն ենք տվել։ Ինչ ուզում եք արեք, նա մեր երեխան է։ Ինչ անենք որ ազատ հայրը լույս աշխարհ է եկել։ Բայց 16 տարի որտեղ էր, որ գրողից օծներ։ Ատոյան, թող ընկերը բարձրանա վերև։ Դե իհարկե, հարազատորը պաշտպանելը հեշտ է։ Բոլորի հույսը օրենքի վրա է։ Ամեն ինչ օրենքի վրա են գցում։ Օրենքն էլ այնպիսի բան է, որ գլխացավանք չի սիպ։ Հարգելի ընկեր, մենք ոչ դատարան ենք, ոչ էլ ԶԱԳՍ։ Մենք արխիվ ենք, սովորական արխիվ։ Հավաքում վերում եք կին երեխաներ մեզ էլ անհարմար դրության մեջ եք գցում, չի կարելի, չէ։ Ինչու եք պատմություն սարքում, ընկեր Աբրահամյան, թույլ տվեք, շատ եմ խնդրում, թույլ տվեք կարդալ հարազատ հոր դիմումը, թույլ տվեք։ Այ ընկեր Մարտիրոսյան, ես իրավունք չունեմ, թող դատարանը պահանջի ինչ թուղթ ուզում եք տամ։ Դատարանը կորոշի հարազատ հոր օգտին։ Դե ուրեմն ճիշտն էլ դա կլինի։ Իսկ տղան 16 տարեկան է, շուտով հանձնագիր է ստանալու։ Շատ կուզեի, որ տեսնեիք նրան։ Մի րոպե, գնանք ինձ հետ։ Համեցեք, ասացի գնանք ինձ հետ։ Խնդրեմ։ Եկեք։ Մի րոպե։ Գարուշ քեռի։ Բանալիները տուր։ Խնդրեմ։
չի կարելի։ Ճիշտ է, ճիշտ է։ Ես ու կինս այս փաստաթղթի դեմ ինչ կարող ենք անել։ Կարող ենք միայն ճշմարիտ խոսքեր ասել։ Եթե հայր էր, ինչու մանկատուն գցեց, ինչու երբ հասուն տղա դարձավ նոր հիշեց։ Հասկացեք, ես տղայի մասն եմ մտածում, որ սիրտը չկոտրվի, չվիրավորվի։ Ներեցեք, դուք այստեղ ոչ մի մեղք չունեք։ Անհասկացող մարդ եք։ Ես ինչ էր այն մարդ։ Ուր ես գնում է։ Եմ կարող, ուղղակի չեմ հասավ, չես կարող ես կամ։ Գեր Աբրահամյան, ես ուսապերն եմ, գերսարի դեկյանը դες այն գետվեց, հիմա ինձ պետք է Հիմա Գեր Աբրահամյան։ Գտում են ինձ ոչ ոք նստեք, դուք էլ նստեք։ Ուրեմն մայրիկ ջան, 41 թվին ամուսնու տարան ֆրոնտ։ Հետո ինչ եղավ։ Ինչ պիտի լիներ տղա ջան, հրացանը տվին ձեռս ուղղեցին անտառ, ասին հիմի դու պիտի պահակություն անես, փոխարինես մարդուդ, չարս ինչ, ես էլ հրացանը գցեցի ուսս ու փոխարինեցի։ Ամուսինդ չվերադարձավ։ Չէ, տղա ջան, ամուսինս չվերադարձավ, սև թուղթ էլ չեկա, որ լաց լինեի վրա, են գնալներ, որ գնաց, խաբար էլ չեկավ, բա, կեսին։ Հիմա քեզ ինչ է հարկավոր մայրիկ։ Մի թուղթ տաս, որ մի 2 կոպեկ փող ստանամ, մեր նախագահն ասում է, որ գյուղում այդպես թուղթ չի մնացել։ Ես էլ եկա Պիվազեն Սանդրանիկի մոտ, մեր գյուղացին է, մեծ մարդ։ Ֆուտբոլիստ է մայրիկ։ Պրոֆեսորա քաղաքում։ Ես անհատական փոշակարու եմ, չեմ կարող սպասել։ Ինչպես բոլորը, այնպես էլ դուք։ Իսկ քեզ մոտ որևէ փաստաթուղթ չի մնացել մայրիկ։ Ինչի չի մնացել, շատ լավ է մնացել է, ես էլ է փաստաթուղթը։ Իսկի կրակել ես մայրիկ։ Ներողություն։ Այո։ Լուսում եմ Ստեփան Արտավիչ, հենց այս րոպեից գալիս եմ։
Ոչինչ, որ չեմ կարող օգնել։ Նորից Արման Բաբկենը, ծուղակները։ Սաշու համար Մի րոպե, ահա, սրանք են։ Սեդայ դիրեկտորի մոտ է։ Լավ։ Ինքեր դուք իզուր եք սպասում։ Ձեզ եմ ասում, ձեզ արգել ինքեր իզուր մի սպասեք։ Ես կարող եմ համբերությամբ 10-րդ անգամ կրկնել։ Մորուտ գյուղում 30 թվականին կողոս չի եղել։ Դուք ոչ նախագահ կարող եք լինել, ոչ էլ աշխատող։ Ոչ։ Իզուր մի սպասեք, ինքեր ժամանակ մի կորցրեք։ Ոչ, դու լավ մարդ ես, կտաս կարեք անգամ։ Բարև ձեզ։ Այս թղթաբանակ այդպես ծանոթ է։ Այո, ծանոթ է։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Մեզ մենակ թողեք։ Պետական թողտալի է, իրողտալի է։ Գնա մեզ ծույր։ Խնեն, նստած հարազատ հայրն է։ Այդ տղա խելքը չես թորցել։ Ել է կատել։ Ես ձեզ դատի կտամ։ Չասացիր, որ ընդունելություն չի լինելու։ Ընկերներ մի սպասեք, այսօր ընդունելություն չի լինելու։ Կարելի է։ Արի։ Արմեն Բաբկենիչ, ձեզ ինչ-որ հարց է հարցնում, նամակ ունի հանձնելու։ Չասացիր, որ ինձ աշխատանքից անել են։ Եվ վերջ չեմ հավատում։ Լավ, Սեդան ուր է։ Սեդան գնաց երեխային կուրս տալու։ Լավ, ասա թող գան։ Կարելի է։ Համեցեք։ Ինձ ձեր ընկերն է ուղարկել, Բուդաղյանը։ Խնդրեմ նստեք։ Թույլ կտաք ծխել։ Խնդրեմ ծխեք։ Ինչով կարող եմ օգնել։ Ես ուզում եմ փոխել իմ ազգանունը։ Դրանից որ հեշտ բան ամուսնացեք։ Դուք ինչ չհասկացաք։ Ես ուզում եմ գտնել իմ իսկական ազգանունը։ Որքան ինձ հայտնի է, մեր ընտանիքը 40 թե 41 թվականին Երևանից տեղափոխվել է Ռոստով։ Հետո սկսվեց պատերազմը։ Իմ զոհները զոհվել են, թե անհայտ կորել չգիտեմ։ Երևի զոհվել են։ Մեր ընտանիքից միայն ես եմ կենդանի մնացել։ Ես իմ իսկական ազգանունը չգիտեմ։ Չէի էլ կարող իմանալ, ես այն ժամանակ 3 տարեկան էի։ Հետո։ Ես խնդրում եմ օգնեք ինձ գտնելու իմ իսկական ազգանունը։ Դա հնարավոր է։ Մանկատան եք մեծացել։ Ոչ։ Դա հնարավոր է։ Երևի։ Ձեր ընտանիքը մեծ էր։ Ծնողներս եւ քույրս։ Ինչ մասնագիտություն ուներ ձեր հայրը։ Չգիտեմ։ Չեմ հիշում։ Բայց նման դեպքերում նույնիսկ երեխաների հիշողության մեջ ինչ-որ մի բան պահպանվում է։ Գիտեք, հիմա շատ աղոտ եմ հիշում։ Կարծես զինվորական համազգեստ էր կրում։ Չէ, վստահ չեմ։ Հիմա ում ազգանունն եք կրում։ Ձեր Աժմյան ազգանունը որևէ կապ ունի ձեզ հետ։ Ձեզ որդեգրել են։ Այո, Պատահական մարդիկ։ այո։ Պատահական մարդ։ Նա է ինձ բրկել։ Սպասիր Անահիտ, սպասիր։ Ընկեր Աբրահամյան, վերջի վերջո ով է նրան փրկել, ոնց է փրկել, անցած գնացած պատմություն է։ Մեզ հետաքրքրում է նրա իսկական ազգանունը։ Ավելի, դա մեզ շատ հարկավոր է։
այնքան էլ հաճելի չէ ուրիշի ազգանունով ապրել, չէ՞։ Դե լավ, ես ուզում եմ մինչև վերջ անկեղծ լինել ձեզ հետ։ Ուրեմն այսպես, ինձ 3 տարով գործուղում են արտասահման, մենք պետք է ամուսնանանք, այդպիսի դեպքերում գիտեք էլի կնոջ կենսագրությունը երբեմն վճռական դեր է խաղում։ Այն մարդը, որը փրկել է այս կնոջը, այսինքն Այդին, մինչև այսօր էլ հայտնի չէ, թե ով էր, ինչ մարդ է, ինչպես է հայտնվել թշնամուտի գունքում։ Հետո Անահիտը նրան ընդհանրել 2 րոպե։ Ինքեր ձեր ամուսինն է։ Ոչ, առայժմ ոչ։ Այ, հիշեցի, մեխերս կորցրել էին, որ մենք իրար հասկացանք, գերաբար։ Ուրեմն դուք ուզում եք փոխել ձեր ազգանուն, այսինքն այն մարդու ազգանունը, որ փրկել է ձեզ, այդպես։ Բայց ինչի՞ մենք Առավոտվանից խնդրում եմ, գիտեք, տունս վերանորոգում եմ։ Բայց Ես էլ եմ ուզում անկեղծ լինել ձեզ հետ։ Բանն այն է, որ ես վաղվանից այլևս այստեղ չեմ աշխատելու։ Կարող եմ նույնիսկ ավելի անկեղծ լինել ձեզ հետ։ Ինձ հեռացրել են։ Եվ գիտեք ինչ պատճառով, ասենք դա կարևոր էլ չի, ես ձեզ կօգնեմ։ Մի նամակ կտամ։ Գնանք։ Մի րոպե, դուք ինչ եք հիշում։ Ես։ Ոչ, դուք ընկերուի։ Մենք նույն դպրոցում էինք սովորում։ Չեք հիշում, ես մի քանի դասարան բարձր էի ձեզնից։ Չի հիշեցիք։ Պարզապես խառնակի չես, սիրում ես ուրիշի գործերի մեջ քիթդ խոթել։ Ինչ ես տպրտում։ Տեղդ վերինգեր էլի։ Թուղթը որ վարեցիր, դա ինչ հերոսություն է։ Հմ։ Դու պարզապես թուղթ վարեցիր, ուրիշ ոչինչ։ Ասա դուրս եկել։ Ասնեք։ Լսում եմ։ Սուրճ ուզում ես։ Չէ, գնում եմ։ Լավ, կհասցնեմ։ Կհասցնեմ։ Հազար անգամ ասցի կարգին գործով զբաղվի։ Հերիք առնդետի պես թուղթ կրծես։ Լավ։ Գնանք, ուշանում եմ։ Ասմիկն ասում է երեխա կոշիկներն առար։ Հա, ասա արել եմ, արել։ Ես սրան տանեմ գոմ։ Տղաներ, մի րոպե։ Մի աղջիկ ամեն օր զանգ է տալիս, անունն էլ չի ասում, մի իմացեք էլի, ով է, ինչ աղջիկ է։ Շատ լավ, կիմանեք։ Իմացեք ինձ ասեք, հա։ Անպայման, կիմանեք։ Իմանանք քեզ կասենք։ Լավ։ Կարեն հասմիկը նորից զանգեց, ասաց հիվանդանոցից քեզ շտապ կանչում։ Հալա։ Վերցրու քո ուզած գրքերն։ Հա, լսիր, քեզ հետ ինչ աղջիկ ամեն օր զանգ տալիս, հեռախոսով անունն էլ չի ասում։ Արի Կարեն, արի ինքեր Կարեն։ Արի ես ուշացա։ Այդ դեռ Երևանի հեռախոսները չեք իվան, հա։ Արեն գնաց միասին ճաշենք։ Տեսնեմ Ռուբեն ջան, տեսնեմ։ Գնացինք։
Դե լավ, քշիր հիվանդանոց։ Ինչ արած։ Կոշիկ չես առնում։ Մի քիչ արագ քշիր։ Արագ քշեմ։ Բան եմ ասում, ամուսնացիր, որ էլ չկարողանաս հիմարություններ անել։ Կարծում ես հեշտ է, կին, երեխաներ, իսկ գիտես, որ նրանք խնամք են պանջում, ամենօրյա խնամք, ասենք, միևնույն է, դու չես հասկանա, քեզ համար ինչ կա։ Դու ազատ ես, ինչ որ խելքիդ փչի կարող ես անել, մոռանում ես, որ արդեն 40 տարեկան ես։ Ես էլ կուզենայի քեզ նմաննել, բայց չի ստացվում, իմ կինը, իմ երեխաներին, հիվանդները, տեսնես կոնկրետ անուններ եմ տալիս։ Հետո ես ու դու 17 տարեկան չենք սիրտել հիվանդ է։ Ես դա իբրև բժիշկ եմ ասում։ Ես 27 տարի եմ ապրել։ Ինչ ես ասում։ Մի երկակը համաձայն չէ։ Հա։ Ես չհասկացա, քեզ այդպես էլ հեռացրու հեռացրի։ Ոչ։ Ժամանակավորապես տեղափոխեցին Պահեստարան։ Մինչև սիմպոզիումը վերջանա։ Հրավիրատոմսեր, զեկուցումներ, սիմպոզիում։ Այդ բոլորը հիմա ինձ վրա է։ Laura, շուտ։ Գալիս եմ, գալիս։ Բժիշկը։ Մեքենայի տակ է ընկել։ Վիրահատարան, զարգերակ չկա, ասացի վիրահատարան։ Էնցեֆալոգրամը։ Բլոկ։ Սրտի աշխատանքը։ Արիթմիա։ Իքշմարսած։ Այդեն ճշումը։ Չի որոշվում։ Զարգերակը։ Թելանման։ Արյունը շիթով։ Լավ։ Ինտուբացիա։ Կամփարոլվիլին։ Ադրենալին։ Կինն այստեղ է։ Չասացիր։ Չկարողացա։ Էդ էլ եք զորը թողնում։ Ինչպես է 5-րդ պալատի հիվանդը։ Ճգնաժամն անցավ։ Ձեզ է խնդրում։ Գնային սենյակը։ Ես պետք է տեսնեմ։ Դա բացառված է։ Ես պետք է տեսնեմ։ Նա վերացեղանի վրա։ Ես պետք է տեսնեմ նրան։ Մոտ այստեղ մնա։ Դու ինչ ես խառնվում։ Պետք է տեսնեմ նրան։ Այստեղ չի կարելի։ Այստեղ ընդհանրապես չի կարելի։ Ձեր սուրճը պատրաստ է։ Ներեցեք։ Կգաս Ռուբենի մոտ։ Ինչ ես կանգնել, ներս արի։
Ես պետք է զանգ տամ։ Կարեն ինչ ես ումանը, գործ չունեք, դոք ապնեմ, ես մաղնում եմ, շատ եմ մաղնում, ես ես եմ իցպես եմ իր ապում, ապտորեք, Եկա, հիմա գալիս եմ։ Մի րոպե։ Այլեն, ես ինչ եք անում։ Բերինք։ Վերը, տարեք, չես են ասում։ Վերցու, 5-րդ հարկ։ Վերցու, տուր։ Գասի։
Բարև ձեզ։ Ես եմ ձեզ էի պատրում։ Դուք ինձ չեք հիշում, մենք նույն դպրոցում ենք սովորել։ Չեք հիշում։ Ես մի քանի դասարան բարձր էի ձեզնից, ես դպրոցի ամենաչար աշակերտն էի։ Հիշեցիք։ Դե գնանք։ Գնանք։ Մարդ եք սպասում։ Ոչ, ոչ։ Այ, շատ լավ։ Գիտեք, եթե դուք հիմա չհամաձայնեք, ես կհեռանամ։ Ազնև խոսք կհեռանամ։ Եվ մենք այլևս երբեք չենք հանդիպի։ Հասկացաք։ Դե ուրեմն գնանք։ Համաձայն եք, գնանք։ Գնանք։ Ուր ենք գնում։ Գարնանային փողոց։ Էդ որտեղ է։ Եղբայր 4-րդ տաքսին ենք փոխում և ոչ ոք չգիտի։ Լավ, մի ջղայնացի, մի բան կանենք։ Այդպես փողոցներ ենք գտել։ Ինչ լավ է, որ հանդիպեցինք։ Առաջինը ես ճանաչեցի քեզ։ Բայց մենք դպրոցում երբեք իրար հետ չենք խոսել։ Ես մեծ էի քեզնից, հետո դու այն ժամանակ այսքան գեղեցիկ չէիր։ Ես հիմա էլ գեղեցիկ չեմ։ Ինչ եք ասում։ Հիմա ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ Ես ամուսնանում եմ մի շատ լավ տղայի հետ։ Ալլահ։ Տխուր ասացիր։ Տխուր։ Չէ վերևի թվաց, նա իրոք լավ տղա է։ Հետո այսօր իմ ծննդյանորն է։ Ես 6 տարեկան եմ ծնվել։ Շնորհավորում եմ 6 տարեկան։ Ինչպես թե 6 տարեկան։ Ահա, 6 տարեկան։ 6 տարեկան։ Կներես, ես այսօր մի քիչ խմած եմ։ Իսկ ինչպեսին ես երբ չես խմում։ Չեք հասի, որտեղ է Գարնանային փողոցը։ Ինչպես։ Գարնանային փողոց, այդպիսի փողոց կա Բոստոնի մեջ։ Անգլերեն կոչվում է Spring Garden։ Ահա, դու էլ բացատրեցիր։ Այ չէր խանգար իմանալ երդասարդ։ Ահա, եղավ, շատ շնորհակալություն, good morning։ Ներեցեք, չգիտեք Գարնանային փողոցը որտեղ է։ Այ մար սրտովս կնա Գարնանային փողոց։ Եկեք ձեզ տանեմ տելևիզիոնի վիշկեն, ինքան լավ տեղեր ցույց տամ։ Կանաչ, լավ, Գարնանային։ Ինչ ես խոսում վարպետ։ Գարնանային փողոց։ Ես համ մի ժամա փնրում եմ, չեմ գտնում։ Չէ, հայմար։ Գարնանային փողոց։ Գարնանային փողոց։ Ես գիտեմ համառանոցային, անտարային, այգեստան, ջրառան, ասապյան։ Ինչու կանգնեցիր։ Հասանք։ Ո՞ստեղ հասանք։ Կարդալ չես իմանում, կարդա։ Այն է, Գարնանային փողոց։ Չպետք լինել։ Այ մար, ես էստերից ոնց դուրս գամ։ Ես ում էր իր մեզ։
Դու ինչու ասացիր, որ 6 տարեկան ես տվել։ Դպրոցում բոլորը գիտեին, դու ինչպես ես իմացել։ Սպասիր, չասես։ Հիմա կգուշակեմ։ Տեսնում ես այս գիծը։ Այսա, սա։ Ընտանեկան արեկեցիկ կյանք։ Ռոճիկի բարձրացում։ Իսկապես։ Մի շաբաթ առաջ ռոճիկս բարձրացրին։ Այ տեսնում ես։ Հետո։ Ամուսնություն։ Ամուսնացիր, թեկուզ այն տղայի հետ։ Անունն ինչ էր։ Մոլոքով։ Այն որ փողոցում ապտակեցիր։ Արտաշես։ Հա, Արտաշեսի հետ։ Մի բարդացրու, գնացեք արտասահման, ասեք Փարիզ, ման կգաք աշխարհ կտեսնեք, վաղ կգաս ինձ մոտ, ես քեզ մի թուղթ կտամ, որ դու Կարապետյանը ես, այլ Պողոսյանը, մի խոսքով ինչ նշանակություն ունի։ Դու կլինես ճիշտ։ Ճիշտն ասա, քանի այդպիսի գործ ես կազմել։ Քանի այդպիսի թուղթ ես տվել։ Հիմա խոստանում ես ինձ համար էլ գրել։ Ուրեմն ինչ ակատագիրը այդ փոքրիկ թղթից է կախված։ Իսկ դու կարող ես այնպիսի մի թուղթ գրել, որ հիմա անձրև գա։ Կամ ջուն։ Կարող է։ Կամ երկուշաբթին դառնա երեքշաբթի։ Կարող է։ Կարող է։ Ինչու չէիր ուզում փոխել ազգանունդ։ Սուտ չասես, ինչ ես խափի։ Ուզում ես ես էլ քեզ մի կախնիկ ասեմ։ Ես կախարդ եմ, մարգարե բախտագուշակ գրված, թուղթ եմ ուտում, թոթ եմ կրծում։ Դու գիտես, որ թուղթը համ ունի, հոտ ունի։ Դու դա չես կարող իմանալ։ Ես այդ գիտեմ, որովհետև առավոտվա 8-ից մինչև 5 թուղթ եմ ուտում։ Թուղթը կարող է մեռնել, կարող է հարություն առնել։ Թուղթը կարող է հիվանդացնել, հարստացնել, կռվել, ծեծել, ապտակել, ցավեցնել, բղավել, ճչալ, ձեռ առնել, երգել, պարել։ Նա բարի անսահման բարի, բայց և հիշաչար է, շատ հիշաչար, շատ։ Դու կարող ես ամեն ինչ մոռանալ, ամբողջ աշխարհը կարող է մոռանալ, բայց նա կհիշի։ Միևնույն է, նույնիսկ եթե այրես ոչնչացնես, այդ շան որդին կհիշի։ Հիմա ազգանում ինչ չէի ուզում փոխել։ Լավ։ Պետք չի։ Խոստանում եմ այլևս ոչ մի հարց չտալ քեզ, պետք չի։ Պատերազմներ, ես 6 տարեկան էի, շատ բան չեմ հիշում, մեռնում էի սովից, այրվածքներ եմ հիշում, ես ուշքի եկա փողոցում, ինչ-որ մեկ ապտակում էր ինձ, գերմանական սպա էր, գերմանական համազգեստով մի մարդ, ես լաց եղա, իսկ նա ժպտում էր, նա ինձ հանձնեց մի կնոջ, հայտնեց իր ազգանունը և ասաց, որ իր աղջիկն եմ, խնդրեց ինձ տանել իր մոր մոտ, աշխել մայրիկի մոտ, ահ ինչ եմ հիշում, կոճակներից մեկը պոկվել կախվել էր թելից, ճիշտ այսօրն էր, հուլիսի 4-ը, ես 6 տարեկան էի։ Ուրեմն գերմանացի եք ես բրկել։ Ոչ։ Ասացիր գերմանացի։ Ասացի գերմանական համազգեստով։ Չեմ հասկանում։ Ես էլ 25 տարի ոչինչ չեմ հասկանում։ Աշխեն մայրիկն էլ առանց հասկանալու մեռավ։ Մեռավ։ Այո, 2 տարի առաջ։ Դու նրա մոտ էիր ապրում։ Ոչ։ Ես նրա մոտ չմնացի։ Ինձ ուղարկեցին մանկատուն։ Ինչու մանկատուն։ Չգիտեմ, ուղղակի տարան։ Ինչու։ Մի ժամանակ կային մարդիկ, որոնք խորհուրդ չտվին։ Վավ։ Այնպես ոչինչ մի պատմիր։ Գնանք։ Այսօր քո տնօրեն տոնն է, չէ՞։ Մենք պետք է նշենք քո տնօրեն տոնը Անահիտ։ Ուզում ես
Մենք գնում ենք քոտննդյան տոնը նշելու։ Լսում եք։ Լսեցեք։ Մենք գնում ենք Անահիտի ծննդյան տոնը նշելու։ Բարի գիշեր։ Վարպետ, կանգնի, վարպետ։ Անահիտ, այ այստեղ մի սրճարան կա։ Չնայած ուշ է, բայց մենք մի կետ ներս կմտնենք և կնշենք քո ծնունդը։ Այ հենց այստեղ է անկյունում։ Շատ գեղեցիկ, մաքուր, հիանալի սրճարան է։ Թրի։ Արի։ Ինչ արած, Երևանը տխեց, ամեն ինչ փակվեց, ամեն ինչ վերջացավ։ Ունեմ պետք է հյուր գնալ։ Հյուր? Այո, հյուր։ Այ այս շենքերում իմ բարեկամներն են ապրում, այ այնտեղ իմ բարեկամներ, շատ մոտ բարեկամ։ Անհարմար է, բոլոր իմ բարեկամներն են։ Եթե իմանան ես այստեղից անցել եմ և քեզ չեմ դարել նրանց մոտ հյուր, շատ կնեղանան։ Գնանք անպայման գնանք։ Այ այստեղ էլ մեր մինիստրն է ապրում, շատ լավ մարդ է, գնանք նրա մոտ։ Գարամ Թորքե, Շիրոզի, Բերեստարադ, Դելեմարը, Տեխալը, Հենդույաշ, Բախշամ, Սամարխանդով։ Հայրեն ասեց, եթե Շիրոզի են գեղեցկուն 500 մետքի, տավանրաստև խալի համար ես կնվիրեմ և Սավարքանդը և Բուխարան, հաշվից։ Բարեզես, մենք ենք, բարեզես, արի Անահիտ, արի, ես ասեցի չէ այստանը միշտ ուրախություն է, հմպելիք ժամ ոնց ես մեծ ասել, արի Անահիտ, արի, բարի երեկո օրյո, խնդրեմ մի անհանգստացեք, շոք է, չէ, շոք է, դուք ով եք, ինչ եք ուզում, տանտերերը տանը չեն։ Ընկերս տանը չի, վաղուց չեմ տեսել, ափսոս, շատ ափսոս, Անահիտ, արի, ինձ օգնիր մի սեղանը գցենք ընդհանրապես ասած զգացեք ձեզ մի քաշվեք, Անահիտ, եկ, խնդրեմ, ես հրակ կվերցնեմ, դու ես ավեցուր թխվածք անպայման, շատ համեղ թխվածք է ես տանը, գիտես, միրքը, ես տան միրքը մարդու տելուց չի կշտանում, գնանք, Աղիկ ջան, դու լստիր, տղա ջան, դու լստիր, մի քաշվեք, լույսը որտեղ է, լույսը ինչ չեք առում, լույս և ազատությունով քաց Սպարտակ, ամեն ինչ լավ եղավ, լսեք, ինքերս է, վաղոն է, տանը չի մնում, տանը չես մնում, սա տանտերը չէ, սա նրա պապն է, ով է, պապն է, հա, էլ ինչ նմանություն, պապն է, իսկական քիթը, աչկերը, շատ նման ես պապիտ, շատ նման ես, ինչ նմանություն, դե նստիր, Անահիտ դու լստիր, դուք էլ նստեք, բոլորս նստենք այսօր Անահիտի ծննդյան օրն է, կխմենք Անահիտի կենացը, ձեր կենացը, այս ողջկո կենացը, ավելի լավ է գնա։ Դուք ո՞տ եք։ Մարդ ենք էլի, այ քրիստոնյա ենք, նստեք, այ դու այստեղ նստիր դու էլ ընդեղ նստիր, թերվին դրնիր, այ ինչ նմանություն է, հարազատ պապը չի, բայց շատ նման է, այ բալիկ ջան, խմենք մեր Անահիտի կենացը։ Ինչ լավ որ դուք 6 տարեկան չեք ծնվել, 7 տարեկան չեք ծնվել, 8 տարեկան չեք ծնվել։ Բայց այսօր ես ոչ ձեր, ոչ նրա, ոչ էլ իմ մասին եմ ուզում խոսել։ Ես ուզում եմ խոսել բոլորիս մասին։ Ամենակարող արարիչ եմ այդ բնությունը, մարդուս կրծքի տակ մի տարօրինակ բան է դրել, որ կոչվում է սիրտ։ Նույն համառությամբ նա դիմանում է և ուրախությունների, և դառնությունների։ Այ, հիմա, հենց հիմա, Փարիզի մերձակա Ալֆորվիլ քաղաքում մի մարդ սնանկացավ, Աստված նրա հետ, մեռավ Չիտայի բնակիչներից մեկը, հանգստություն ոսկորներին։ Սարատովում մեկը նոր բնակարան ստացավ, շնորհավորենք նրան։ Պրագայի բնակիչներից մեկը հոգնած էր և անկողին մտավ սովորականից շուտ, բարի գիշեր նրան։
Ջեր, Անահիտ։ Հենց հիմա Ճապոնիայի քաղաքներից մեկը ցնցվեց երկար շարժից։ Ասում են դա սովորական բան է ճապոնացու համար։ Ես չեմ հավատում։ Հիմա Հռոմում մի մարդ ասաց. Եթե դա ճիշտ է, ես կորած եմ։ Տեսնես ինչ է պատահել։ Հիմա Սիսիանի շրջանի Լոր գյուղի բնակիչների թիվը ավելացավ ևս 4 հոգով։ Կոլտնտեսուի շողիկ Թոնունցը 4 աղջիկ ծնեց։ Տեսնես ինչ է մտածում ամուսինը։ Հա, հենց հիմա Վիետնամում մի քանդված տան վրա նորից ռումբ պայթեց։ Նրա ոլոտից արդյոք չարթնացավ մարդկության խիղճը։ Հիմա Թեհրանի դպրոցներից մեկում մի երեխա իմացավ, որ եթե ինքը 10 խնձոր ունի և 10-ն էլ վերցնում են իր ձեռքից, ապա իրեն ոչինչ չի մնում։ Մեծ չի մեր այս հին մոլորակը։ 12740 կիլոմետր տրամագիծ, 6370 կիլոմետր շարավիղ, 510 միլիոն քառակուսի կիլոմետր տարածություն։ Մեծ չի, բայց թանկ է մեզ համար, շատ թանկ, թանկ ու սիրելի։ Եք սպասում։ Չէ, ոչ մի հույր։ Եկան։ Արդեն ուշ է, գնա։ Իհարկե գնանք։ Ներեցեք մեզ գոհարիկ, երջանիկ եղեք, ամուսնացեք, անկեղծ եմ ասում, լավ զույգեր եք, բարի գիշեր, հրաշալի զույգեր եք։ Ասում էի, չէ, մարդիկ են էլի մեր նման կգան, կգնան։ Գոհարի, ուր, ես գնում եմ, սպասիր ուր ես գնում։ Ես տանը չեմ մնա։ Շատ եմ խնդրում, Գոհարի, գն մնա։ Խափեցիր ինձ, խափեցիր ոչ ոք չի լինելու։ Բա դա մարդ էր, Գոհարի։ Թող ասում եմ, Բա որ մարդ լինելու, Որից կացեմ, ուրիշի տունը կմտնես, թող կնեղանես։ ուրիշի երկանկությունը բա խանգարես, հա։ Սպասիր, Թող, Գոհարի, չէ, սպասիր։ օրս արև, կնեղանամ։ Իսկ վաղը։ Ինչ վաղը։ Ինչ վաղը։ Վաղը։ Անուն ինչ էր քեզ փրկող սպայի։ Գերմանական համազգեստով անուն ինչ էր։ Ինչ ես ուզում։ Չլինի հուզվեցիր։ Ինձ թվաց ինչ-որ մի բան կիսատ մնաց։ Տարի անգամ եմ հիշում։ Վահրամ Ռշտունի։ Ես նրան միայն 2 րոպե եմ տեսել։ Գիտես, նա կենդանի է։ Հեռու է, բայց կենդանի է։ Եթե կենդանի է, ինչու չես փնտրում։ Հիմա շատերն են վերադառնում, հազար մի միջոց կա, թերթ, ռադիո։ Դա իմ գործն է։ Ձանձրացրիր։ Ինչ-որ մի բան կիսատ մնաց։ Չէ։ Գուցե խնդրես նաև, որ ինձ հետ բարձրանաս։ Ես մենակ եմ ապրում։
Կարծում կհանդիպենք։ Ասա կհանդիպենք։ Մեկ էլ տեսար հանդիպեցինք։ Բարի գիշեր։ Վահրամ Ռուշտունի։ Վահրամ Ռուշտունի։ Ասա աղջիկը հարազատ աղջիկ։ Ապրում է Փարիզում։ Փարիզում է ապրում։ Հա։ Ասա հարազատ Ասա չի ելի։ խորտ աղջիկն է։ Կգնաք ռադիո։ Թող ելույթ ունենա, 2 շաբթի կամ 4 շաբթի։ Թող ելույթ ունենա։ Եթե Ռուշտունին կենթանի է եւ ապրում է Փարիզում, եւ եթե դա ազգանունների զուգադիպություն չի, ձայն կտա։ Մարդ, որ այդպիսի պայմաններում փրկել է երեխայի կյանքը, չի կարող պատահել։ Չի կարող պատահել, որ ձայն չտա, հասկանում ես։ Մի վերսիա կա, ասում են, թե իբր փախել է գերությունից, երևացել Ռոստովի շրջանի պարտիզանական ջոկատներից մեկում, որի հրամանատարը հայ է եղել, ինչ-որ Սմբատյան ազգանունով։ Սպասիր, իսկ չեն կարող պարզել ով է այդ Սմբատյանը։ Տեսնենք ելի։ Ռուբեն, իսկ չես կարող վետերանների կոմիտեի միջոցով իմանալ Սմբատյանի մասին։ Հա։ Ասում եմ, չես կարող հետաքրքրվել։ Հա, պայմանավորվել եմ, ժամը 5-ին են տեղ եմ գնալու։ Отвесную их Норик, я прошу вас сказать несколько слов. Հայ ծրավուրը ծավալից քեզ ենք սպասում։ Տունը չեն գնացել։ Օթանավակայինից ուղիղ էստեղ են եկել։ Ես իսկ գիտեմ ինչ են քաշել, հասկացա մի գոհ գնամ, գնամ, այստեղ ռոզած թղթերը։ Բարի Սակալովը տվեց կենտրոնական արխիվից։ Ինչ որ մի Ռշտունու մասին տեղեկություններ ուզում։ Намечен также большой объем работы по обеспечению сохранности документальных материалов, созданию страхового фонда, реставрации, переплету, проверки наличия мощный производственный... Ай, Մարիկ։ Բարև Մարիկ ջան։ Մենք որտի համար եք եկել, հա։ Անդի չի կամ, հա բալաջը։ Ինչի դուր չեք Մարիկ ջան, արի։ Եկնանք էլի սա։ Ո՞ր անտեր, այս անտերը, դուր ինձ, արի։ Մարիկ ջան, մի քիչ շտապ է։ Այստեղ զգուշ, չի։ Այստեղ նստի Մարիկ։ Գարիկ մի հեռախոսը տաս։ Վախտել է yaman Zamine kal Վրամին եմ խնդրում։ Շատ լավ, կսպասեմ։ Շատ հատել է, Շատ լավ։ Վրամ բարև, ես եմ։ Արմենն է։ Էլի ենք կնոջ թոշակի գործով։ Ահա։ Ստացվել է, հա։ Շատ լավ Վրամ ջան, շնորհակալություն։ Կզանգարեմ։ Շատ լավ։ Շնորհակալություն Գարիկ։
իրար դիմաց Մարիջան, գործդ եղավ։ Հենց նոր ինձ ասացին, որ պետք է գնաս, արի ստեղ դուք գանք։ Արի, կգնաս գյուղատնտեսության մինիստրություն, կհարցնես Ղահարամանյանին, կբարձրանաս 4-րդ հարկ, հիշես, կասես Ղահարամանյանին։ Հասկացար Մարիջան։ Գնա վերև հիմա գալիս եմ, Ռուբեն, գնա վերև։ Մերած շշարա, հիմա գալիս եմ։ Մարիջան, դու էլ մի սպասի, այն իմանստի 8-րդ համար տրոլեյբուսն գնա։ Դե գնա։ Շնորհակալ եմ, որդի։ Բանման իմացար, բարև կարել։ Ուրեմն կա այդպիսի մարդ, Սմբատյան Հայկ Սաթևոսի աշխատում է կոնսուլտացիոն բյուրոյում, բայց հիմա թոշակի է անցել, օրի մեջ աշխատանքի գալիս։ Հաստատ գիտի Ռուստոնի մասին, բայց պիտի մի հնար գտնել, թե չէ ոչինչ չի ասի։ Հասկացար, հետո սպասիր, մինչև վերջ տեսիր։ Գնացի իրենս տուն, դուրս կանչեցի, որ հենց իմացավ, ինչի համար եմ եկել, փրփրեց, կատաղեց, մի խոսքով մի ոզնի դարձավ, ու իմ հարցին միայն մի բան պատասխանեց։ Ասաց երիտասարդ, ես իմ կյանքում այնքան լավ բան եմ արել, որ հիմա իրավունք ունեմ հանգիստ ապրելու, հետո էլ բարկացած գնաց, այնպես շրխկացեց շքամուտքի դուռը, որ ապակիները փշրվեցին։ Արմեն ջան, հոդա վրաշ չի, երեկոյան կհավաքվենք կարգին, մարդավարի կմտածեն։ Ուրեմն ես վերցրու, հեռախոսի համարներն են, տաննել կա, հիմնարկիններ։ Ոսիր նորից եմ ասում, մենակ չգնաս շատ թարս մարդ է երևում։ Հասկացար։ Գնանք, Ռուբեն, շուտ արա։ Ճաշին կսպասեմ։ Ռուբեն, ուշացանք, էլի գնանք, շուտ արա։ Ուշանում են, գնանք։ Աչ, բակ, վերև դահլիճ։ Список наших делегаций. Հավաքի 56-14-21։ Աչ, բակ, վերև դահլիճ։ Չհասկացա, բակից պարզվեցեք վերև դահլիճ։ Ասա Սմբատյանին։ Սմբատյանին եմ խնդրում։ Այո, լսում եմ։ Լսեք, ընկեր, հերիք չեղավ իմ ազգանուն աղավաղեք։ Ամեն ինչ չապուսաման ունի, ես կբողջեմ։ Ալո, դուք ում եք ուզում ինգեր։ Ալո, ալո։ Направо во двор, вверх, Направо во двор։ Սուրիկ ջան, մի րոպե, լսում ես։ Ուրեմն հիմա մեքենաս կվերցնես, այո, իրավաբանների կոնսուլտացիա կա, գիտես։ Ալավերդյան փողոցի վրա։ Ապրես Ալավերդյանի վրա։ Կհարցնես Հայկ Սմբատյանին։ Սմբատյան։ Հրավիրատոմս անձամբ կտաս իրեն, անձամբ։ Շատ ներողություն կխնդրես, որ ուշ ենք ուղարկում հրավիրատոմսը մի խոսքով։ Այնպես ներկայացնում, որ առանց իրեն սիմպոզիումը ձախողվում է։ Ներեցեք ձեր հրավիրատոմսը։ Ընտրեմ։ Աչ, բակ, վերև դահլիճ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ինը։ Եկավ։ Սատուկ դիրեկտորին, շտապ։ Ներեցեք ձեր հրավիրատոմսը, խնդրեմ։ Քանի անգամ եք ստուգում։ Այդքան դժվար է ժամանակին ուղարկել։ Ներողություն խնդրում, երևի ցրիչն է ուշացրած, խնդրեմ անցեք։ Համեցեք, ընկեր Սմբատյան։ Who has the right to decide what is history and what is not? Ներեցեք Արմեն Բաբկին։ We certainly know full well what court barbers, secretaries, divers have done. I mean history, the bygone time. Alas, finally, how should one make those people write in such ink that the life of such bits of paper might be long? I do not want to speak about economists who swarm like flies in archives on such days when within any country political and economic changes are taking place. We again offer them illegible pages.
Այո, բարեկամներ, ես յանքումս այնքան լավ բաներ եմ արել, որ հիմա իրավունք ունեմ հանգիստ ապրելու։ Ես իսկապես ուզում եմ ձեզ մի փաստաթուղթ ցույց տալ։ Եվ ընդհանրապես անիմաստ խաղեր չեմ սիրում։ Ինչ անում եք։ Հա։ Խնդրեմ։ Այդ մարդը փախել էր գերությունից։ Գոնե ինքն էր այդպես ասում։ Մենք իհարկե չհավատացինք, իրավունք չունենք հավատալու։ Նեղ էր մեր տեղը, շատ նեղ։ Նա ասաց, թե մի մեծ խումբ ռազմակերիներ է ազատել։ Ասաց, սպանել է գեներալ Մերինգին։ Այդպիսի մի հայտնի գեներալ կար, պատժի ջոկատների հրամանատար։ Որ ամսին էր չեք հիշում։ Չեմ հիշում, չէ։ Նեղ էր մեր վիճակը, շատ էր նեղ։ Եվ հետո այդ պատմությունն շատ էր ֆանտաստիկ։ Մենք այնուամենայնիվ ստուգեցինք, հարցում արինք։ Քաղաքին թադակը պատասխանեց, թե գեներալ Մերինգը ողջ եւ առողջ է եւ շտաբ թռել է Բերլին։ Հենց դա էլ նրան կործանեց։ Մենք դրան քնդակ հարեցինք։ Ամբողջ պատմություն։ Հիմա ես ազատ եմ։ Դուք ո՞ր ֆրոնտով եք կռվել։ Թիկունքում։ Թշնամու թիկունքում։ Հետախույս։ 43 թվի մայիսներ թե հունիսը չեք հիշում։ Չեմ հիշում։ Մայիսներ թե հունիսը չեք հիշում։ Մի րոպե։ Գագիկին տվեք։ Կամ մայիսներ կամ հունիսը չեք հիշում։ Մոտավորապես։ Գագիկ, շտաբ հեռագիրտուրը Մոսկվա արխիվ։ Ինձ հետաքրքրում է գեներալ Մերինգի սպանության մանրամասն։ Գեներալ Մերինգը իրոք սպանված էր։ Մենք այդ մասին 2 ամիս հետո իմացանք։ Չգիտեմ ինչու գերմանացիները թաքցրել էին այդ սպանությունը։ Ըստ երևույթին ճակատագրական սխալ կատարվեց։ Հետո Գագիկ, հեռագիրը տուր։ Դե լավ, կներեք անախորժ միջադեպի համար։ Խնդրեմ։ Ստեսություն։ Ամեն դեպս ձեզ համար էլ լավ եղավ, ինչ որ ծանր դեռից ազատվեցիք։ Երիտասարդ, երբևէ մտքովդ չացի, թե ես փորձ կարեմ արդարանալ ձեր առաջ։ Իսկ դուք ինչու եք լռել, ինչու ձայն չեք անում, 4 կողմից շրջապատել էին մեզ, երկնքից կրակ են թափում, հազիվ բրծանի ոչնչացումից։ Ես փրկեցի ջոկատը։ Սիրելիս, մկանցակը 1000 թումանով չէիր գտնի, ես ընտրության իրավունք չունեի։ Ես էլ նույնը կանեի։ Ահա, նույնը կանեի։ Ես չէի անի։ Հա, Ռուբեն ջան, գուցե ես էլ նույնը անեի, գուցե իսկի չստուգեի էլ, բայց սա ոնց է դիմացել, ոնց ոչ ոքի ոչինչ չի ասել, լսեք դուք ոնց եք դիմացել, ոնց չեք հիվանդացել, չեք խելագարվել, ոնց եք ձեր մեջ պահել։ Իսկ ում էի ասել։ Մի կնոջ, որի համար դուք կենսագրություն եք ստեղծել, որը հիմա 27 տարի հետո չգիտի ինչպես արտասանել իր ազգանունը, ամոթով թե հպարտությամբ, չգիտի ում է սիրել, ում է երախտապարտ, հերոսի թե դավաճանի։ Ոնց եք դիմացել։ Նա ձեր ինչն է։ Կարևոր չի։ Ինչ է ասում։ Իրոք կարևոր չի։ Վատ չէր լինի, եթե դուք այդ կնոջից ներողություն խնդրեիք։ Վայ, Կարեն ջան, ինչ ներողություն։ Ինչ ներողություն, Կարեն ջան, մի նեղացիր։ Լսեք, դուք քաջ մարդ եք եղել։ Գուցե իսկապես հերոս եք եղել, պատերազմը դուք եք շահել, հիմա էլ քաջ եղեք, եկեք գնանք այդ կնոջ մոտ, նայեք ուղիղ աչքերին, ասեք այ մարդ մի վախեցիր, ազգանուն հպարտությամբ կրիր,
Երկիր, բաղավիր, ծիծաղիր։ Խնդրում եմ ձեզ, գնանք ինձ հետ։ Գնանք ինձ հետ, խնդրում եմ։ Ես ուզում եմ դուրս գալ այստեղից։ Գիտեմ, կասես ես եմ մեղավոր։ Գլուխդ մի կախիր։ Ուղիղ նստիր, ասում եմ, այ այդպես։ Ուղիղ։ Ձեր չտաս։ Կարեն։ Ասիր։ Խմի, պետք չի։ Ինչ ես քրքրում, ինչի ես քրքրում, ինչ ես ուզում, սա չեր քո շահացը, հալա մի գույնիտնա իր անխել, կեսորվա որ ամեն մարդ իր դարդ է, իր ցավը, իր ուրախություն ունի, ինչ ես կես պատեպատ տալի։ Կարեն, կարող ես այդ ելույթդ մի քիչ հետո ունենալ։ Եթե ռշտունին նույնիսկ կենթանի էլ լիներ, կարծում ես շատ են պետք իրար։ Աստված, ինչու են քրքրում, գոնե մի օրով մորանանք, կորցնենք հիշողությունը, վառենք, մի բան անենք։ Հա, հասնեք, ես եմ, մի քիչ կուշանամ։ Չէ, ճաշեք առանց ինձ։ Չէ, առանձնապես բան չի եղել։ Ռուբենը մի քիչ վատ է զգում իրեն։ Ես հետո էլի կզանգեմ։ Հա, լավ, հասկացա։ Չէ, Արմենի մոտ է։ Շատ եմ խնդրում, ուրախացեք։ Այսօր իմ հարսանիքն է, մի թաքցրեք ձեր ուրախությունը, ես տեսնում եմ, որ դուք ուրախ եք։ Այսօր իմ հարսանիքն է, խնդրում եմ, ուրախացեք։ Շատ եմ խնդրում, ուրախ երկեք, պարեք, ես ձեզ հետ կպարեմ։ Կարեն, եկեք ասում եմ։ Կարեն, մազնասում չեք տեսել։ Ես արխիվիստ եմ։ Այսօր պետք չէ, խնդրում եմ, այսօր ելույթ մի ունեցեք, այսօր իմ հարսանիքն է, խնդրում եմ, ելույթ մի ունեցեք։ Օգնեցեք, ես ուզում եմ դուրս գալ այստեղ։ Իհարկե կօգնեմ, այսօր իմ հարսանիքն է։ Եկեք։ Չեք ճանաչում, լավ նայեք։ Ուշադիր նայեք, հիմա հիշեցիք։ Վարա։
Կարեն։ Մնա այստեղ Կարեն ջան, աշխատիր արխիվում։ Քո կարծիքով սրա մտում ես, հա? Չէ։ Չէ, քեզ հարկավոր է բուժվել։ Դու եմ ասում։ Դուրսը շոկ արև, այստեղ անգիստ, հով։ Իսկական քո տեղն է։ Ռուբեն, սրան հարկավոր է բուժել, սրա տեղը գժանոցն է։ Միջերս մի անգամ փորձեցի բուժել, բան դուրս չեկա։ Հեռագիր ունես Մոսկվայից, հա? Լավ։ Ինչ ասեմ տղեկ։ Ես կարծում եմ ինձ հետ չի պատահի, բայց պատահեց։ Դե հիմա ծիծաղեք, ծաղրեք, մի անգամից վերջացրեք։ Այսպիսի բան միայն մի անգամ է պատահում կյանքում, կամ 20 տարեկան հասակում, կամ 70։ Ես սիրահարվել եմ։ Ափսոս պիտի ամուսնանա։ Ափսոս։ Արյասը, մոտորի։ Ասա։ Մոտորի, մի լախեցի։ Մոտորի։ Ահա։ Դե հիմա Ռուբեն սպասի, թող ասում եմ, դե լավ Ռուբեն, լավ լսիր, կնստես քո մեքենան, ուղիղ կգնաս Անահիտի մոտ, սպասի կարև մի խանգարիր, մինչև հարսանիքի օրը չնշանակվի աչքիս չերևաս, քեզ համար եմ ասում, Արմեն ջան, էդ էլ տղամարդու գործ է, Բեի մե վեր կատու գնա, Մի բան ասեմ, չես նեղանա։ Կնեղանամ։ Գիտես, ես շատ շնորհակալ եմ քեզնից։ Ես իհետ չեմ աղթում։ Եվ բարոնայք, ընկերներ, այսօր մենք ավարտում ենք մեր աշխատանքը, որը մի անգամ ևս հաստատեց արխիվիստի նետ եւ պատասխանատու կոչումը։ Վաղը մենք հրաժեշտ ենք տալու իրար։ Իմ եւ իմ գոլեգաների անունից հաջողություն եմ ցանկանում ձեզ խույս ունենալով, որ հետագայում մենք էլ ավելի սերտ կհամագործակցենք, որն անպայման վրացիների օգուտ կբերի մեր ընդհանուր գործին։ Մատակարի մամինը վդրեցեք։ Օգնեք այն, խորոված է։ Ենպես կտորագրես։ Հարիկ բես շպտա։ Հայկական խորոված ենք ուտելու։
լավում։ Շուտ կգամ։ Մի քանի շուտ կգամ։ Ընկեր Աբրահամյան, ինչ եք կարծում, սկզբից պաղպաղակ բերեմ թե սուրճ։ Ինչպես։ Ասում եմ սուրճ թե պաղպաղակ։ Ահա։ Ինչի անալիզին կոժում եմ, ինչ սվավեր կազմակերպած, ինչի ելույթներ են, այսպիսի սիմպոզիում երբեք չի եղել մի այդ պատերազմի չէ լինի, պատերազմի չէ լինի։ Կնոջը խոսել է նայել նրա աչքերին, մի խոսքով ես հիացած եմ, հիացած։ Կարեն, շուտ շալորդ հագիր, պիտի ներքև։ Կարեն, ասում եմ, շուտ շալորդ հագիր, պիտի ներքև։ Ռուբենին էլ իմացտուր, ձեր տան անկյունում սպասեք ինձ։ Տո դմբո, դա հենց Ռուբենին է հարկավոր։ Տո բժիշկ ես, հոգեբան ես, ես ինչ գիտեմ ինչ ես պրոֆեսոր ես։ Դու ես։ Այո, մարդուրեկան 8 ժամ քնել է հարկավոր։ Այ էդ մեկը գիտես, շատ լավ գիտես, նոր տավա լիմոնադներն առել ես, օրվա մտերկա բերել ես, հասնել առել ես, հա։ Հա, ես առնետ եմ, թուղթ եմ կրծում, հա, շիչ հորվարդ մեր սույչի։ Շատ ներողություն, հազար ներողություն, բոլորիցդ ես ուշացա իմ հարգանիքերով ես ներում եք, հոծոտ է նա է գալիս։ Անահիտ, ծանոթացիր։ Դուք Ռուբենն եք, դուք Կարենը։ Մոտավորապես։ Ես դες շատ լավ գիտեմ։ Ես դες շատ եմ պարտական։ Ոխ, մենք այդ վաղտը չունենք։ Անայտրոները շտաս, Շաշակդ Արի, ես էլ աղխամած եմ։ Շատ լավ է, որ խմատես, մի բան նվակիս։ Ինչ կուզես եմ, աղբեր ջան։ Ինչ ասեմ, ինչ որ նվակես, ինչ որ ուզում։ Խոտո, արի, գնանք մանգալո, սիրում յաջադալավոր տուն եմ կեզ տալու։ Չէ, դա չէ, ասվերը գսոխողա։ Չէ, դա Ռուբեն ջան, ես ուզում եմ, մինչև ուշտելու ենք, Ռուբեն։ Ռուբեն ջան, խնդրում եմ խմի, Ռուբեն ջան։ Աչեքով արվերի մասին, չեք ասելու ոչ մի բանի մասին, ոչ մի բան, խնդրում եմ, Ռուբեն ջան, խնդրում եմ, Ռուբեն ջան, Անահիտ ջան, Այն օրվանից որ կնացի, պարտեզս էր ամայի, կախնիկները չասացին, որ իմանայի, չէ որ ես կես բերում են, քան ծաղիկներ, անկեր
սերտով ասում էի սիրո խոսքեր քնքշորեն շոյում էի կոնուր պարսերը դինսեր ինչ որ լիներ պատմում էի ինչ իմանայի չէ որ ես քեզ բերում էի ծաղի գներ անկես սերտով ասում էի սիրո խոսքեր քնքշորեն շոյում էի կոնուր պարսերը դինսեր ինչ որ լիներ պատմում էի ինչ իմանայի այն օրվանից որ գնացի կյանքը շատ է դարձել աղիքներ ձեռքերի տխրել եմ ացել սիրելիս ետարնայի քեզ կասեի սիրուց այրված ու ջերմով Կարեն պայի մգարիչ Տղա ջան, բա այդպես կարելի է, ապա մարտիր անետ օրը կքցի, լավ չես, լավ չես, լավ եմ գնա պարկի, գնա ինգլսի, գույնը տեսել ես, Չէ լավ եմ այրիկ ջան չէ հո չեմ ասում խմած ես, լավ չես, չէ, լավ չես, ինգլսի, լավ եմ, չէ որ դու ինձ բերում էի, այդպես մայրիկ ջան, իմ հարցածում պարում է Չէ լավ եմ այրիկ ջան, գնացի տղա ջան, լավ չես, գնա պարկի, Լավ եմ, իա Աստված քեզ բարի այ որդի, Այն օրվանից որ գնացի կյանքդ շատ է դառնացել ծաղիկները ձեռքերիս տխրել են ացել սիրելիս ետարնայի քեզ կասեի սիրուց այրված ու ջերմ խոսքեր իմ սեր արշալույսին կբերեի քեզ անտարավ մեղակներ սրտիդ խորքում կթողնեի ջերմ անջին չեպքեր սիրելիս ետարնայի քեզ կասեի սիրուց այրված ու ջերմ խոսքեր իմ սեր արշալույսին կբերեի քեզ անտարավ մեղակներ սրտիդ խորքում կթողնեի ջերմ անջին չեպքեր
Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի առավոտ։ Անահիտ, այ համբուրի կարերին, իմ կողմից, համբուրի։ Անահիտ ջան, Անահիտ, հիմա ժամ քանիսն է։ 5-ը։ Ես 5 րոպեից կվերադառնամ, լավ, 5 րոպեից։ Անահիտ, Անահիտ, այ, բարի գիշեր։ Ափսոս աղջիկ։ Առաջին անգամ քեզ հետ համաձայն եմ, Կարեն։ Կարեն, ինչպես ոնց էինք հասնիկին ճանապարհ դնում, հա? Գնացինք։ Թե որ ես քեզ բերում եմ Սկսենք։ Ինչ է սկսենք։ Ինչպես թե ինչ է, ակտը հանձնում է։ Ծնվել են այս ինչ թվին, մեռել են այն ինչ թվին։ Ծնվել են այս ինչ թվին, մեռել են այն ինչ թվին։ Ծնվել են այս ինչ թվին, մեռել են այն ինչ թվին։ Բայց տեսեք չսխալվեք, այստեղ մեռածներ չկան։ Ուզում եք ես ձեզ մենակ թողնեմ, գործ կունենաք։ Չէ, ինչու։ Ես ձեզ մենակ կթողնեմ։ Եթե գործի վերաբերյալ հարցեր կունենաք, կանգեք Պատմության ինստիտուտ։
Դու հիշում ես ինչ էր ուզում Կարենը, որ մորանա կորցնի հիշողությունը, գոնե մի օրով, մի ժամով, ես էլ կուզենայի։ Մերժել այս չորութամակ փաստերը, այս կոպիտ ճշմարտությունները, քո հիվանդության պատմությունը, ռշտուն ու գնդակահարությունը, իրավաբանի երեկվա ճշմարտությունը, այսօրվա մեղքը։ Անահիտի հնարված կենսագրությունը, ես էլ շատ կուզենայի մոռանալ։ Բայց ինչպես մոռանանք ու ոչինչ չկորցնենք։ Ախր ես լավ գիտեմ։ Ամեն թղթապանակ իր գույնն ունի, լեգենդն ունի, կանցնի ժամանակ մենք այլևս չենք լինի։ Նոր մարդիկ կգան, կքրքրեն մեր խունացած գործերը։ Եվ կտեսնեն, որ հիմա վարվող այս թղթերն են լեգենդներ են, անգամ մեր սխալները, հայտակումները, կասկածները, թուլությունները ու կսիրեն մեզ։ Եվ կհասկանան, որ այստեղ պահված ամեն մի գործ մի լեգենդ է։ Ռուբեն! Չեմ կարող, Արմեն! Չեմ կարող! Ինչ պատահեց, ախր ես ինչ պայթյուններ են, այստեղ չպետք է լիներ, Ռուբեն, ես քեզ մի շատ կարևոր բան կասեմ։ Ախր դու էի մեղավոր, ինչու վառեցիր այն թուղթը։ Ես կյանքում թուղթ չեմ վառել։ Սոնավոր չի հասկանալ, ինչ է կատարվում։ Գուցե սա երաս է, օգնիր ինձ Ռուբեն, ուզում եմ արթնանալ, օգնիր, ուզում եմ արթնանալ։ Ներիր ինձ ես քեզ պետք է թողնեմ, հիմա ժամանակ չկա քեզ բացատրելու։ Ինքս էլ դեռ լրիվ չեմ հասկանում, բայց հաստատ գիտեմ, մի բան, մի շատ կարևոր բան պիտի փրկել, անպայման փրկել։ Գուցե դառնայի մի լեգենդը, գուցե դրա համար եմ ապրել ես։ Քնած ես։ Մի ձևացրու։ Ինչ է յարնել։ Բանի, 200 գրամ երշիկ, կարակ, 400 գրամ էլ։ Ուրիշ ինչ է յարնելու։ Չեմ ասի։ 300 գրամ էլ չեմ ասի։ Ուրիշ։ Սպասիր։ Յուղ։ Կարտոշկա։ Դե լավ գնամ։ Գնում եմ խալոտ։ Գնա։ Գնա խալոտ։ Վերադարձի խանը։
Ջան, խելոք ասում եմ։ Խելոք ունեմ, ալի։ Քերի ձերքերդ վեր։ Ձերքերդ վեր ասում եմ։ Դու, քերի դու մեռար։ Ես կոմարի։ Մեղա։